Ինչպես գործընկերս նշեց, այս երկու ամսվա ընթացքում ստեղծել ենք աշխատանքային խմբեր և որոշակի դրական հաջողության ենք հասել, հերթով կտեղեկացնեմ, ուրեմն բնակարանային ծրագրի վերաբերյալ, ինչպես գիտեք, կար գոտիներ 3, 4 և 5, այժմ ունենք որոշակի փոփոխված, բարեփոխված տարբերակ, ևս 158 բնակավայր ներգրավված է լինելու այն 4 միլիոնանոց գոտու մեջ։ Դրանք հիմնականում Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերում են լինելու, այստեղ ընդհանուր առմամբ ապրում է 13207 արցախցիներ, վստահ եմ մեր հայրենակիցներին այս պահին հուզում է, որ քաղաքներն են լինելու, մի քանիսը թվարկեմ, ուրեմն Չարենցավան քաղաքը, Բյուրեղավանը նույնպես, ցավոք սրտի Աբովյանը ներգրավված չէ, այնտեղ կան գյուղեր ևս, քաղաքներից Արարատ քաղաքն է, Ապարանը նույնպես, Էջմիածինը, Մեծամորը, որոշակի դրական, այսպես շոշափելի արդյունքներ ունենք, ինչպես նաև ունեինք Արցախից զոհված ընտանիքների հետ կապված խնդիրներ, 82 ընտանիքների մասին է խոսքը, որը որ Արցախի Հանրապետությունը իր վրա է վերցրել բնակարանային ծրագրի շրջանակներում, այսօր բանակցությունների ընթացքում հասել ենք նրան, որ այդ պարտավորվածությունը իր ուսերին է վերցնելու Հայաստանի կառավարությունը։ Միևնույն ժամանակ բնակարանային ծրագրի շրջանակներում հասել ենք նրան, որ ընտանիքները, ովքեր ցանկություն ունեն կառուցապատում իրականացնելու, թույլտվություն լինելու է, ինչպես նաև լինելու է կառավարության կողմից վերահսկողություն, և այդ սերտիֆիկատներով նրանք կարող են կառուցապատում սկսել։ Այս պահին քննարկման փուլում է, նախկինում ունեինք այդ սերտիֆիկատով հողատարած գնելու տարբերակ, որի շեմը կազմում է 4 միլիոն դրամ, այժմ փորձելու ենք հասնենք նրան, քանի որ առաջին գծում բնակարանային ծրագրերը, բնակարանային այդ հողատարածները ավելի թանկ արժեն։ Երևի թե այս մասով էլ այսքանը, միևնույն ժամանակ հիպոթեկի հետ կապված հարցերը կուզեմ ասել, որ նախկինում արցախցիներին սերտիֆիկատով հնարավորություն էր տրվում վճարումները կատարել 10 տարվա ժամկետով, իսկ այժմ այդ թույլտվությունը լինելու է 20 տարի ժամկետով։ Նմանատիպ որոշակի էլեմենտների փոփոխություններ ունենք, բայց ընդհանուր առմամբ այն հաջողությունները, որոնք որ մեր հայրենակիցները սպասում են, չեմ կարող ասել, որ ամբողջությամբ կատարել ենք։ Առաջիկայում այդ մասով պարոն Մարգարյանը ավելի հստակ խորհրդի դիրքորոշումը կհայտնի։ Երևի թե այսքանը, պարոն Մարգարյան, եթե ասելիք ունեք։ Բնակարանով պետք է դրամադրվի 40 + 10,000 դրամական աջակցությունը, որը այնուհետև վերածվեց 40 հազար դրամի։ Հիմա այս հարցի շուրջ համաձայնության եկել եք եւ ստեղծված 3 մասնագիտական խմբերի քննարկումների ժամանակ համաձայնության եկել եք։ Ցավոք սրտի այդ հարցում չեն կարողացել համաձայնեցնել, քանի որ խնդիրները բնականաբար լինելու են, քաղաքացիություն ստանալու հետ կապված լրջագույն խնդիրները կա, որը որ եւս չի լուծվել, դա այն կարմիր գիծն է իրենց համար, միևնույն ժամանակ ընդունել են աշխատակիցներ, փորձելով արագացնել գործընթացը, բայց միևնույն ժամանակ 1.5-ից 2 ամիս գործընթացը տևելու է, որը որ լուրջ խնդիրներ է առաջացնելու, եթե նույնիսկ մարդիկ այդ խմբերը չլինելու դեպքում հավաստագրեր ստանան, իրացնելու համար բավականին ժամանակ պետք է լինելու, առնվազն 4-5 ամիս պետք է լինելու, որպեսզի արցախցիները բնակարանային այդ ծրագրով ապահովվեն։ Սա լրջագույն խնդիր է, մենք մեր դիրքորոշումը այդ մասով կառավարությանը հայտնել ենք, դրա համար ասեցի, որ խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ։
Անկեղծ ասած մենք ինչ խոստացել ենք, գնում ենք այդ ճանապարհային քարտեզով, բնականաբար այս արդյունքները, եթե ասեմ ամբողջությամբ կատարել ենք ոչ, բայց չնկատել դա էլ ճիշտ չի լինի, միևնույն ժամանակ հանրության հետ կշփվենք, քննարկումներ կունենանք, բայց թողնված շատ խնդիրներ ունենք, հատկապես խնդիրը վերաբերվում է 2 եւ 3 հոգանոց ընտանիքներին, որովհետեւ այս ծրագրով այդ ընտանիքները չեն կարող օգտվել բնակարաններից։ Կառավարությունը որոշել է ստեղծել մի մոդել, որը հնարավորություն կտա այդ քաղաքացիներին ապահովել բնակարանային ծրագրով։ Իսկ ինչ վերաբերում է ակցիաներին, բնականաբար շարունակվելու են, խորհուրդը հանդես է եկել ոչ միայն արցախցիների սոցիալական խնդիրներով, այնտեղ ունենք մենք 12 կետ, առաջինը դա արցախցիների հավաքական վերադարձն է, գերիների մասին ենք խոսել ենք պետական ինստիտուտների դերի մասին, բազմաթիվ են խնդիրները եւ այս առումով խորհուրդը իր դիրքորոշումը չի փոխել։ Նաև պարոն Սկանդարյան, վերջերս Ձեզ հայտնի է որ նա պատճառը որ նա դիպլոմատիկ մասնակցություններ ունենում։ Ու նաև նշել եք, որ իր պայքարը միայն շարունակելու։ Կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցերը ուղղել Անաստաս Իսրայելյանին։ Միայն մեկ լրացում, մենք ունենք որոշակի ճանապարհային քարտեզ։ Եթե պարոն Իսրայելյանը գտնում է, որ մենք այդ ճանապարհային քարտեզով չենք քայլելու միասին եւ իր ուղղությունը դեպի քաղաքական ճանապարհն է, այդ պատճառով այդ հարցերը խնդրենք իրեն ուղղել։ Եվս մեկ հարց պարոն Սկանդարյան, քանի որ դեր անում են շրջանակում, նաև արցախցիների մոտ կային ներքին խոսակցությունները, որ պաշտոն է առաջարկվել ձեզ Արցախի պետնախարարի քննարկելու կամ արդեն իսկ նշանակվել է, դուք ինչ պատասխան ունեք։ Ճիշտ են այդ խոսակցությունները եւ վստահ եմ կհնչի հաջորդ հարցը, ինչու եք համաձայնվել։ Ես չէի կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին եւ ստանալով առաջարկ ինքս լքել այդ շարքերը։ Ես իմ ունակությունների, կարողությունների շրջանակներում կանգնած եմ լինելու պետականության կողքին։